աղջիկներ, այսպիսով մեր նախագծային աշխատանքի թեման է ոսկեդարյան պատմիչները։ Մանե, քեզ մշտապես հետաքրքրել է այս թեման, ինչ հետաքրքիր փաստեր ունես մեկնարկի համար։ Ունենք այն, ինչ գրված է գրքերում, բայց ես ուզում եմ, որ մեր նախագիծը պարզապես գրքային արտագրություն չլինի։ Եթե միայն հնարավորություն ունենայինք տեսնել պատմիչներին, զրուցել նրանց հետ։ Մանե, դու ֆանտաստիկ ժանրից շատ ես կարդում։ Լավ, եկեք բաժանենք աշխատանքը։ Ես կգրեմ բոլոր իրադարձությունները։ Ես կզբաղվեմ ժամանակագրությամբ։ Իսկ ես կփորձեմ զգալ պատմիչներին, կենտրոնանալ նրանց բառերի վրա, գուցե դա ինձ ինչ-որ բան հուշի։ Որտեղ եմ ես։ Ով է այս աղջնակը, որ առանց թույլտվությամբ անցել է Դարեի սահմանը։ Ես սովորող եմ, ուզում եմ հասկանալ, թե ովքեր եք դուք։ Ես համաշխարհային ճանաչման արժանացած պատմիչ Ագաթան Գեղոսն եմ։ Անունս հունարենից թարգմանաբար նշանակում է բարի լուր բերող։ Եղել եմ Տրթատ մեծ արքայի քարտուղարը, եւ նրանից ինձ հրաման է ասել կարգով գրի առնել ժամանակների դեպքերը։ Ես էցնել եմ մտքի երիվարը եւ անցել եմ հանճարի ասպարեզը։ Թափ եմ տվել բազուկների սուժին ու կորովի մատներովս սեղմելով գրիչը լեզվովս արտահայտել եմ միտքս ու կերտել 5-րդ դարի մատենագրության առաջին երկը հայոց պատմություն վերնագրով։ Ես պատմահայր Մովսես Խորենացին եմ, հայոց մարզպան Սահակ Բագրատունու պատվերով գրել եմ հայոց ամբողջական պատմությունը, որը սկիզբ է առնում նախապատմական ժամանակներից եւ հասնում մինչեւ 5-րդ դար։ Հիշիր, չկա ստրիկ պատմություն առանց ժամանակագրության։ Ես Փափսոս Դուզանն եմ, ժամանակագրերեն հաջորդում եմ Ագաթան Գեղոսին։ Դուզանդ անունս նշանակում է զրուցաբան, զրույցների մեկնիչ։ Իմ հայոց պատմությունը ընդգրկում է Հայաստան աշխարհի Թորգոմի որդոց պատմությունները։ Ես ոսկեդարի պատմիչ Եղիշեն եմ։ Մամիկոնյան Դավիթ Երեցից հրաման եմ ստացել գրել ավարայրի ճակատամարտի մասին, որի ընթացքում քչերի ամենար շատերն առաքինացան։ Ահա շարադրեցի խոսքս 7 գլուխների մեջ։ Այստեղ կարգով գրեցի եւ մանրամասն շարադրեցի սկիզբը, միջին ժամանակն ու ավարտը։ Ներկայացրի առաքինի անձերի քաջությունը եւ հետկացածների վատթարությունը։ Ես ականավոր մատենագիր Ղազար Փարպեցին եմ։ Վահան Մամիկոնյանը հանձնարարել է ինձ շարադրել 4-րդ դարի վերջին եւ 5-րդ դարում Հայաստանի քաղաքական ու եկեղեցական պատմությունը մեկ հիմնական նպատակով, որպեսզի շատ մարդիկ լսելով առաքինի հոգեվորականների վարքը ցանկանան նրանց ճգնություններին նմանվող լինել։ Իսկ ո՞րն է ձեր պատմելու նպատակը։ Հիշիչ, ես գրեցի, որ հավատը տարածվի, պատմեցի լուսավորչի գործերը, որպեսզի աշխարհը տեսնի, թե ինչպես է հավատը լուսավորում մթությունը։ Ես գրեցի, որ հերոսները չմոռացվեն, պատմությունը մարտի դաշտ է, եւ գրչով, եւ նիզակով։ Հիշիր, ես պատմեցի, որ ոգին չմարի, Վասեն Վարդանանց գրելով ուզում էի ցույց տալ, թե ինչպես հավատը կարող է հաղթել մահին։ Գրեցի ու լուսաբանեցի 5-րդ դարում պարսիկների դեմ մղված երկրորդ ապստամբության դեպքերը։ Իր նպատակն է, որ ազգ ունենա իր ծննդոցը, որ յուրաքանչյուր իմանա, որտեղից է սկիզբ առնում այ մարդը։ Հիմա ամեն ինչ պարզ է։ Պատմությունը պետք է լինի խորենացու իմաստությամբ, Ագաթան Գեղոսի հավատքով, Դուզանդի քաջությամբ, Եղիշեի բարոյական ուժով եւ Փարպեցու հանդարտ մտքով։ Դու մեզ հասկացար, աղջնակ, այժմ վերադարձիր քո դար, պատմելով ոչ միայն բառերով, այլ սրտով։ Մանե, որտեղ էիր։ Մենք քեզ ամենուր փնտրում էինք։ Ինչ է դա։ Հին թղթեր։ Դասագրքի էջեր են։ Ոչ, սրանք պատմիչներն են ինձ տվել։ Իրենց պատմություններն են, իրենց բառերով։ Մեզ հասկացար, աղջնակ, այժմ վերադարձիր քո դար, պատմելով ոչ միայն բառերով, այլ սրտով։